Ամռան առաջին օրը Կապանի երկրագիտական թանգարանը ազդարարեց պատմամշակութային կարևոր իրադարձությամբ։ Սյունիք հուրարտական ժամանակաշրջանում նոր ու բացառիկ ցուցադրությանը ներկա էին մարզպետի աշխատակազմը, ուսուցիչներ, աշակերտներ եւ բազում այլ կապանցիներ։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով սա Կապանը հանրությանը ներկայացնելու նոր քայլ է պատմագիտական եւ հնագիտական տեսանկյունից։ Շնորհակալություն են բոլոր մարդկանց, ովքեր Կապանի պատմությունը վերհանելու գործում իրենց մեծ դերն ու նշանակությունն են ունեցել, պարոն Սմբատյանը, մասնավորապես։ Եվ այս ամենը ունի նաև երկրորդ նպատակը, դա Կապանում զբոսաշրջության զարգացումն է։ Շուրջ 3300 գտածո մաքրվել եւ ամրակայվել է հենց թանգարանի վերականգնման կենտրոնում։ Պատմամշակութային օջախը համալրվել է նաև 35 նոր ցուցափեղկով։ Առարկաները շատ յուրօրինակ են, այնտեղ ունենք կնիկ մատանիներ, որոնք ամբողջ Հայաստանի տարածքում նմանը չունեն։ Ունենք քաս, որը ամբողջ Հայաստանում միակն է։ Եվ այս բոլորը փորձելով ամբողջացնել, ես հստակորեն ասում եմ հետևյալը. եթե շուրջ 3 ամիս առաջ Կապանի երկրագիտական թանգարանն էր փորձում եզրել գտնել Հայաստանի խոշորագույն թանգարանների հետ համագործակցության նպատակով, այսօր Կապանի երկրագիտական թանգարանին են դիմում արդեն իսկ համագործակցության համար։ Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով աշխատանքներ են տարվում Դիցմայրի բլուրը Հայաստանի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու համար։ Մենք ունենք ոսկի բլուր, ունենք կարմիր բլուր, ունենք դավթի բլուր, ունենք աստղի բլուր տարբեր տեղերում, եւ սա կլինի 5-րդ բլուրը, հնագիտական բլուրը, որտեղ նաեւ բնական տեղի ունի եւ դամբարանադաշտ։ Ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների շրջանում։ Ներկայացված գտածոների շնորհիվ նրանք նորովի բացահայտեցին Սյունիքը։ Տպավորությունները հիանալի են, տպավորությունները հպարտանալու են եւ կարող եմ ասել այս ամենը եւս մեկ փաստ է, որ հայի ինքնության վկայությունն է ապացուցում, վաղեմության ապացույցն է հայի ինքնության։ Մեծ պատիվ է ծանոթանալ այն մշակութային ժառանգությանը, որը բերվել է 10,000-ամյակներ առաջ եւ ծանոթանալով եւ մեծ այսպես ասած հպարտության զգացում է առաջացնում, երբ որ դու ուսումնասիրում ես պատմությունը եւ փորձում ես բացահայտնել արդեն իսկ ակնառու տեսնելով այն մասունքները, որոնք մնացել են եւ հասել են այսօր մեզ։ Բացառիկ ցուցադրության կազմակերպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզպետի աջակցությամբ։ Այս գործում կարևոր ներդրում են ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատները։ Աննա Մելքումյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։